Спасибо Նիկոլու Փաշինյանու Ավինյանը։ Անվադողեր նորոգող այս վարպետը շնորհակալ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետարանի անգործության հետևանքով հաճախորդները մի քանի անգամ ավելացել են, ասում է մեր զրուցակիցը, որ նկարահանվել չի ցանկանում։ Շատացել է գործը։ Այո։ Հիմնականում փոսերի խնդիրն է, էլի։ Փոսերի խաթր հիմնական սա փոսն է։ Խրամատներ հիշեցնող երևանյան փոսերում անվադողերը չեն դիմանում, պայթում են, իսկ սա արդեն մի քանի հազար դրամի պատմություն չէ։ Կարա բանտաշ ջաքի, բան ջաքի, խադավոյ փչանա։ Դա ինչքան է։ 20, 30, 40, 50, 100,000։ 100 էլ կարող է կարել, բանտաշ կա 300-400 հազար է։ Կոմպլեկտը որ ջարդվավ հիմա։ Օրեր առաջ օրինակ մայրաքաղաքի փոսերից մեկն ընկած մի վարորդի համար 100,000 դրամի գործ էր բացվել։ 100,000 բանտաշ ծռել։ Դրա համար եմ ասում, սպասիբա Ավինյանը, էլի։ Իսկ ով պետք է հատուցի անմխիթար ճանապարհներով երթևեկող վարորդների ֆինանսական վնասը, ինչ լուծում են առաջարկում նրանց։ Քաղաքապետարանն այդպիսի լուծում չունի, լրագրողներին այսօր ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը, որ փոսալցման թեմայով ասուլիս էր հրավիրել։ Եթե անկեղծ չունի քաղաքապետարանը նման ընթացակարգ, եւ ես կարծում եմ, որ չունի ընթացակարգ քաղաքապետարանը։ Իսկ ինչպես է ստացվել, որ Երևանի ճանապարհները խրամատների են վերածվել։ Քաղաքապետը մի քանի օր առաջ պարզաբանեց, Արադյան դեմ Արադ աղով են պայքարել, ասֆալտը քայքայվել է, փոխքաղաքապետն էլ այսօր ուղիղ մեղադրեց, քայքայվածն էլ նախկինում արված ասֆալտն է։ Բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Եվ մենք դա հատուկ այս վերջի շրջանում մենք կոնկրետ մոնիթորինգ ենք իրականացրել այն հատվածներում, որտեղ որ մենք փոսալցություններ ենք իրականացրել։ Փոխքաղաքապետի պատասխաններից ստացվում էր, որ պատճառները քաղաքապետարանից դուրս են։ Օրինակ ասֆալտի գործարանները նախատեսում են վերազինվել փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ, որ եղանակային պայմանները բարելավվեն ու սկսեն աշխատել։ Ու քանի որ այս տարի էլ ձյունն առատ էր, ըստ փոխքաղաքապետի ֆորս մաժորային վիճակ է ստեղծվել։ Մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով, եւ եթե չեմ սխալվում, 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել։ Ներկա պահին մոտ իրականացրել ենք 10,000 երևի քառակուսի մետր, բայց մեր բյուջեով նախատեսված է 200,000, այսինքն մենք դեռ շատ ունենք եւ փոսալցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում։ Մայրաքաղաքային անմխիթար ճանապարհների աղմուկը սկսվեց բլոգերներից ու լրատվամիջոցներից։ Քաղաքացիները ակցիաներ սկսեցին, սեփական նախաձեռնությամբ փոսերը փակում ու ցույց էին տալիս, որ դա լուծվող հարց է։ Լրատվամիջոցները պատմեցին վարորդների մասին, որ դժվարությամբ հաղթահարում են մայրաքաղաքի բանուկ ճանապարհները։ Իսկ ինչ են անում վարչական շրջանների ղեկավարները։ Եվս մեկ անգամ հավաստիացնում եմ եւ կրկնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու մենք ինքներս այդ փոստերը տեսել ենք, մենք խորհրդակցություն ենք անցկացրել, ներքին խորհրդակցություն, թե երբ կարող ենք սկսել այդ աշխատանքները եւ երբ որ արդեն մենք պատկերացրել ենք, որ խնդրել ենք, որպեսզի գործարան բացվի, գործի, որտեղ գործարանները չեն աշխատել։ Մենք խնդրել ենք, որպեսզի այդ գործարանը գոնե մեկ գործարան, եթե կարող է աշխատացնել, որպեսզի ասֆալտ լինի եւ մենք կարողանանք թեկուզ տեղային լուծումները տալ։ Փոխքաղաքապետը ընդունում է, որ թերացումներ ունեն, ինչպես բոլորը, բայց նրա պատճառաբանություններից ստացվում է, որ ոչ մի փոս քաղաքային իշխանության պատճառով չէ։ Բնականաբար, եթե թերացումներից խոսենք, բոլորս էլ ունենք, մեր թերացումներն էլ ես դες նշում եմ, որ ֆորս մաժորային իրավիճակ է եղել եւ մենք մեր բոլոր մրցույթները եւ պայմանագրերը եւ նախապատրաստվածությունը այնպիսին է նախորդ տարուց սկսած պլանավորած, որ մենք պետք է այս աշխատանքները սկսենք մարտի 1-ից մինչեւ մարտի 10 ընկած ժամանակահատվածում։ Բայց եղել է այնպես, որ խնդիր է առաջացել եւ մենք դա սկսել ենք փետրվարի ամսաթիվը չեմ հիշի 15-ից։ Ճանապարհային փոսերի հարցն ամբողջությամբ չլուծած քաղաքապետարանը խոստանում է մյուս տարի հայտարարել աջափնյակ մետրոյի շինարարության մրցույթը։ Մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը։